Այսօր գուզեմ ցեզի այդ բաժնեկցիլ նույթը, որ գրեթե երկու շաբաթ եղավ գխոգամ եւ դագավին գխոգամ արդու գեսոր իրգուն եւ դագավին դերը այդ ուղությամբ ինձի գարաչնորթե եփեսացիներու գրգված նամակին առաջին գլուխեն ուր Բողոս Արաքյալ գբարզե իր դեսագետը հավատացյալներուն եւ բարձորեն գուզեմ հասկանաք, որ Բողոս Արաքյալ իր այս խոսքերը գուղե հավատացյալներուն, ոչ հեթանոսներուն, ոչ անհավատներուն։ Ուղղակի ինքը գուղե հավատացյալներուն, որովհետեւ իր ստացած աստվածային հայտնությունով գնկադե, որ սովորական հավատքը ապրող Հիսուսը ընդունող հավատացյալները պետք ունին այս ճշմարտության եւ պետք ունին ասոր համացայն իրենց առօրյան ապրելու եւ հետեւաբար եթե գտեսնեք բաղմությունը մինչեւ այսօր չափով նույնն է դակավին նույն ավետարանը կգարտանք եւ դակավին նույն քաչալերականը գուտանք հավատացյալներուն որբեսի իրենց սովորական հավատքի ընթացքը փոխվի եւ ավելի երկնային բադվիրագությունը հանցնարնեն, տեսփանի կորձը հանցնարնեն, աշխատանքը հանցնարնեն, հոգևոր ինքնության հետ կապված բոլոր մասնիկները ցերկ բերեն եւ ոչ թե միայն հավատացյալ ըլլալով խոստումներ ունենան, բայց իրենք ապրին ոչ խոստումներու հոգևորությունը կամ հոգեգանը որովհետև մինչ աշխարհի մեջ ենք մեր 4 կողմը լեցուն պայմաններ կան, որոնք մեր վրա կջնշեն եւ պիտի ջնշեն եւ պիտի ավելնան Աստվածաշունչին համաձայն։ Փախուստ չկա ադոնցմե։ Բայց Աստվածաշունչը մեզի կհայտնե, որ մեր ներսիտին գտնվող հոգին ավելի զորեղ է, քան դուրսինը։ Հետևաբար ամեն անգամ, որ մենք կհանդիպենք դժվարության, մենք գնայինք մեր ներսի հոգիով, ինչ պետք է անենք։ Մենք կմղվենք մեր ներքին հոգիով Սուրբ Հոգին ներկործությամբ, թե ինչ պետք է անենք, ինչպես պետք է վարվենք, ինչպես պետք է թեմ տնենք, ինչպես պետք է հաղթահարենք, նույնիսկ իրական դեպքերուն դիմաց, իրական պայմաններուն դիմաց, մենք պետք ունենք մեր ներսիտին նայելու, Աստծո դեսագետը հասկանալու եւ ադոր համացայն շարժելու, այս բարգևն է, որ մեզի դրված է, եւ մենք այսօր համացայն պիտի շարժենք, այսօր համացայն մեր գետրոնացումը բահենք։ Գարտանք առաջին համարեն տեսեք ինչ կսե։ Ես Բողոս Աստծո գամքով Քրիստոս Հիսուսի առաքյալը կգրեմ Եփեսոս բնագող եղբայրներուդ Քրիստոս Հիսուսի հավատացյալներուն ուղված նամակ մնե եւ ոչ թե հեթանոսներուն հեթանոսները մեծ հավանականությամբ պիտի չհասկանային իր ըսածները պիտի չըմբռնեին պետք եղած կերպով իր ըսածները գուղե հավատացյալներուն որոնք հիմեր ունին այս ճշմարտությունները հասկանալու թող Աստված մեր հայրը եւ Տեր Հիսուս Քրիստոս շնորհք եւ խաղաղություն բարգեւեն ցեզի ուրեմն մինչ թուն որպես հավատացյալ իմ քրածներս նկատի գարնես, իմ քրածներս գուկաս կորձի վերածելու, գիրարելու վիճակի մեջ կլաս, թող մեր Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ խաղաղությունը քու հետը դլան։ Հետևաբար ասիկա նաեւ իր գարկին խոսում է, որ մինչ կգադարենք Աստծո խոսքը մեր ներսիտին պիտի ավելնա անոր շնորհքը եւ անոր խոստումները։ Եվ ընդհանրապես մենք խոստումները ունենք եւ գագնգալենք որ խոստումները կան խոստումները ունենք մեր ներսիտին է քալու բեկչունի բեկչունին կսպասելու որ կա բարձորեն մենք պետք ունենք անոնցմով շարժելու ես մինչեւ այսօր գիտեմ ամեն օր պետք ունիմ իմ գլուխիս մեջի ջնշումով իմ զգացումներու շարժիլը գեցնել անոր հոսանքով իմ ներսիտիս գտնված հոգևորությունը իր ջնշումեն ազատագրել եւ իմ ներսս գտնվող իմ հոգևորությունս արդահայտվել իմ անձիս եւ իմ կյանքիս օրհնե դերը գսե Սաղմոսը ով իմ անձս եւ անոր բարերարությունները մի մորնար անոր գադարած բժշկությունները մի մորնար ուրեմն իմ անձս գրնա մորնալ դարբեր եւ զանազան պատճառներով Սաղմոսողը գհիշեցնե գսե ով իմ անձս մի մորնար անոնք
Անոր բարերարությունները, անոր հրաշքները, անոր կորձերը մի մորնար, հետևաբար ես բեք չէ մորնամ, քանի օքի բադահած է, որ արդահայտությունը, դրդումը, նեղությունը, նեղվածությունը ունեցած է, որովհետև մորցած էինք ով է։ Քանի օքի ունեցեր է, բարձորեն այդ բահուն մենք մորցանք, որ մենք ով ենք։ Եվ եթե մենք մորցանք ով ենք, վստահ եղեք, որ մեր ով լալուն օրհնությունը չենք վայելեր։ Մեր ով լալուն օծությունը գարցակվի հավատքով, հավատք ըսել է դեսնել աներևույթը, հավատալ եւ վստահիլ աներևույթին եւ նույնիսկ մեր հավատքը այդ material-ն է, այդ նյութն է, որ կգենթանացնե անդեսանելին, որուն վրա հույս ունենք։ Մեր հավատքը այն հավատքն է, ինչպես մեկնաբանությունները կամ թարգմանությունները գսեն, որ մենք դպավորվենք մեգումը վրա, որուն կհավատանք, դպավորված կլանք անով, դպավորված ինչս էլ այսօր երբ գնայիմ աշխարհին, երբ գնայիմ մարդոց, ընդհանրապես լավ կտեսնեմ, ինչպես մարդիկ կրնան դպավորվիլ, կամ ինչ է դպավորվիլ ըսվիլը, երդասարտուներ կտեսնես, կդպավորվին երկիչեմը, երկչուհիեմը, կդպավորվին մարզիգեմը, կդպավորվին տերասանեմը, տերասանուհիեմը, եւ դպավորվիլը միայն այդպես արդահայտությունը չէ ըստ երևույթին, երբ գարդահայտվին, երբ կդպավորվին անոնց մե, կսկսին հակնիլ անոնց պես, նույնիսկ եթե անոնց հակվածքը քաղաքավար հակվածք չէ, նույնիսկ եթե անոնց հակվածքը ընդհանրապես ամոթալի է շատ անգամ, իրենց մազերը, իրենց դապատները, իրենց հակուսները, իրենց ցանկերը, իրենց խոսակցությունը, իրենց արդահայտությունը կսկսի տեսնել, կարծես ինքը ուրիշ մեկը գաբրի, իր ցանկը մորցավ այլևս։ Եվ դպավորվիլ ասել է, եւ որ գհավադաս մեգումը գդպավորվիս անով եւ կսկսիս քու ցանկդ անով փոխագերբել, անով սկսիր ապրել, այնքանը որ հինը կվերջանա եւ նորը կսկսի։ Գսե երբ Քրիստոսի միացանք, այլևս մենք հինը չենք, մենք ամբողջությամբ նորոգվեցանք, ամեն ինչ նոր եղավ, այլևս հինեն փամը չմնաց։ Հետևաբար երբ ես Աստծո կհավատամ, պետք ունիմ անոր հավատալուց հետ կապված նորոգվիլ, դպավորված լալ կնշանակե ворթեքրել ամեն ինչ որ անիգա ունի իմ առօրյայիս մեջ։ Հետևաբար այս ворթեքրելը շատ կարևոր է, եթե աշխարհիկ մագարտակի մեջ ասիգա կգադարվի եւ կհաճողի, ինչքան ավելի կարելի է գադարվի Աստծո մեջ շնորհքով, որ փրկության միջոցով Տեր Հիսուս Քրիստոս մեր ներսիտին դրավ եւ Պողոս Արաքյալ այս է որ գսե, եթե բարձորեն ցուկ խոսքերուն համացայն ծեր ցանկերը գերդեք, մշակեք, բնականաբար շնորհքը եւ խաղաղությունը պիտի ապրիկ։ Ես շատ անգամ բարականերու եւ պայմաններու մեջ կտեսնեմ, որ մարդիկ բնավ պատրաստ չեն իրենց ասեմ ինչ որ ես գսկամ։ Այդքան պատրաստ չեն նույնիսկ լսելու ոչ թե իրեն թելադրեմ ինչ ընե, որովհետեւ ինքը ինքզինք դրած է դեղմը, որ իր փուն ինքնությունը չէ, ուրիշ մտնոլորտ գաբրի, նույն մարմինը ունենալով, նույն քաղաքը ունենալով, որովհետեւ դրդուն չգաբրի, ցավ գաբրի, նեղություն գաբրի, հուսահատություն գաբրի եւ բնավ գապ չունի իրական փորձառության հետ, որ Աստվածաշունչը իրեն գահիտնե եւ անոր համար կդարաբի։ Երրորդ համարը գսե մեզի օրհնյալ է Աստված մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայրը, որ Քրիստոսով մեզ օրհնեց երկինքի մեջ ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, ինչ քեղեցիկ է Պողոս Արաքյալի այս արդահայտությունը, որ գխոսի երկինքի մեջ գտնված օրհնություններով օրհնվելու նախ կսե օրհնյալ է Աստված կուքա քովելու զաստված օրհնյալ յուլոգետոս բառը գործած է յուլոգետոս բառը որ կնշանակի արժանի քովապանության եւ ճաշտվելու ուրեմն օրհնյալ է Աստված ասելը ինքը կուքա ասելու արժանի է քովապանվելու արժանի է ճաշտվելու իր բոլոր գադարածներուն համար որովհետև Աստված մեզի այնպիսի ինքնություն մտված է, որ մեր իրեն ճաշտելը կարծես սնունդը լար, մեր իրեն ճաշտելը կարծես իր անեղ էության, սկիզբ չունեցող, վերջ չունեցող իր էության հետ խառնվիլ կնշանակեր մեզի երբ իրեն ճաշտելու հնարավորությունը դալով ստեղծեց, ոչ ճաշտել այնպես որ ենթակայենք ժխտական գերբով, ապա մինչ մենք իրեն կբաշտենք, մեր ինքնությունը զինք ապրելու կսկսի։ Կարծես մինչ իրեն կբաշտենք, մենք չարջ կլանք,
Կարծես էլեկտրականությունն է charge կլան։ Քանի օքի ժամանակ այսպես խավար, դրդում, մարած վիճակ ունեցած է եւ սկսած է անգետ աղոտ կնել, լեզու խոսիլ, երգել, մի քանի օր սկսած է փամ մարտացավ մեջը, բետերին սկսավ charge-նել։ Եվ ինչ գեղեցիկ է այս բետերին ինչքանալ մարած մնա, չի մեռնիր, որովհետեւ Հիսուսով ողջ է այլևս։ Բարձորեն կսկսի իր մեջը կրեդիները ավելնալ, հալելույա։ Կրեդիները ինչ կլա, կավելնա եւ դու կսկսես զգալ այդ մեկը, որովհետեւ Քրիստոսով ողջ է եւ անցը բնավ բարձորեն չեր ապրեր։ Հիմա որ եկավ ապրելու, ամենչապես տեսավ շուտով charge եղավ։ Այս նոր բետերիներում բես, որ գտնես գես շամչանցած ատել նման ամբողջ բետերին ֆուլ է մեջը։ Կսկսես տեսնել ինչ կբաշխես, կմեծնա քու մեջը։ Արժանի է այսինքն ամեն տեսակ լավ բաներ ասելու։ Ասիկա յիլոգեթոս պարենգուկա, որ օրհնյալ լալուն հետ կապված է։ Իսկ ան, որ օրհնյալ է, ան, որ գբաշտվի, ինքն է, որ մեզի օրհնություն կուտա, ինչպես Պողոս առաքյալ գսե, օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ օրհնեց մեզ գխոսի քիչմը անցյալ ժամանակի հետ կապված, որովհետև իր մտքին մեջ ունի, որ մենք հավերժականեն, անցյալեն, շատ գանուխեն, Աստծո իր ծրագիրներուն մեջ են, իր ինքնության մեջ են սահմանված ենք օրհնվելու։ Եվ օրհնեց բարը այս բարակային, երբ գուղվի թեպի հավատացյալներուն, թեպի օրհնվողներուն, կնշանակե օգտվել եւ փառքավաճություն։ Ուրեմն իմ օրհնությունս, օրհնվիլս եւ փառքավաճիլս գապված է Հիսուս Քրիստոսով նոր կյանք ստանալես, ոչ ինչ որ ես գսկամ։ Քու սկացածը ինձի եթե իմ բարերովս նայենք, ես ինչպես գնայվ իմանցիս, իմ սկացածը սուտն է Աստծո ինձի դվածին գողքին։ Քանի օքի է դսե, իմ սկացածս ըստ ինձի սուտ է։ Իրական պայմաններեն ծնած կրնանալ, բայց այդ իրական պայմաններեն ծնածը ինձի չեն գնար համոզել, որ ես գասկածիմ Աստծո կողմէ ինձի դրված օրհնության։ Ես օրհնություն ունիմ Աստծո մեղքերուս, սխալներուս, հանցանքներուս, դգարություններուս, թերություններուս պատճառով մարած է, չարժը լալգուզ է։ Ես չարժ վիդնեմ, ես պիտի զորանամ, ես պիտի հասնիմ հոն, ուր որ միլիարավորներ հասան եւ արին, ես պիտի չարդոնեմ, որ պայմանները, որոնք ինձի կխոսին, անոնք բնական դառնան։ Քանի օքի ունեցեր այդ բաղմությունը, որ բայց ես գաղոթեմ, բայց երբ գնեմ, բայց այս պայմանները, բայց այդ պայմանները ինձ մեծ են եւ քանի օքի ունեցեր ասիկա, բոլորս ունեցած ենք դարբեր ծևերով եւ գդարաբին կասոնցմե, որովհետեւ ասոնք եկած են դարաբեցնելու համար, ասոնք չեն եկած մեզի հանգիստ տալու համար, ասոնք չեն եկած մեզի օգնելու համար։ Հետևաբար ես բռնված մնալու եմ Քրիստոսով ինձի դրված փրկության, որ Աստծո բարգևն է, կնշանակե օգտվել անոնցմե։ Օգտվել եւ փառքավաճիլ։ Ուրեմն ցույց կտա, որ Քրիստոսի միանալը ինքնաբերաբար կմիացնե մեզ հավերժության մեջ գտնվող բոլոր խոստումներուն, բարիքներուն, զորության եւ ինչ որ գոյություն ունի հոն։ Ուրեմն կարելի չի այդ խոստումները դերոջ կողմեն մեզի դրվածները, որ արդեն մեր ներսիտին են, հիմա դերը նոր բան պիտի չտա։ Չեմ թելադրեր, որ դերոջ նոր բան դալուն կետրոնանաս։ Եթե դերը նոր բան պիտի դա քեզի, ինչ վիճակի մեջ ես պիտի դա եւ դու պիտի հայտնվի քեզի, պիտի սկաստուն, անկախ պայմաններուն։ Բոլորս ալ անհավատ էինք, բոլորս ալ անհավատության դոգոսի մեջ թաղված էինք, երբ դերը մեզի տվավ այդ հավատքը, իր շնորհքը, որով մենք դարձի եկանք, որով Սուրբ Օգիով մգրդվեցանք, որով ջանցանք, որ փրկությունը այս է, եւ խաղաղությունը անկախ պայմաններում մեր սրտերում մեջ դիրեց, բոլորս ալ այդ փորձառությունը անցած ենք դարբեր ծևերով։ Նոր բանը պիտի չի կա քեզի այսօր, դու բարձորեն պիտի զգաս ունեիր, վերստին Երևան ելավ, վերստին քեզի հայտնվեցավ։ Նոր բան չէ, որովհետև քեզի դրված է արդեն։ Դու բարձորեն անոնք ցերկ պիտի բերես։ Այլևս երկրավոր պայմաններու կապված չէ, այլևս սատանային ըրացներուն կապված չէ, մեր դգարության կամ մեր զորության կապված չէ, իր ուժը, օրհնությունը եւ փառքավաճությունը կստանա Քրիստոսի միացած լալեն։ Քանի օքի Քրիստոսի միացած է, օրհնությունը քու մեջ է։
միայն քու ցանցրանալդ, միայն քու հուսահատած ըլլալդ, հուսախապ ըլլալդ, քեզի այս բահուն գսե փայծ եւ շարունակություն, կամ ես չեմ զգար, զգացումը ցդախոս է այս բարակային։ Եվ որ զգացումները քեզի չեն խոսիր Աստծո խոսքին համաձայն, ցդախոս են, խապված է, ինգած է, դգարացած է, վերջապես չի գրնար պետք եղած ցեով ըմբռնել։ Գրագին մոդենաս դա կսկաս օքեյ հավատա իրեն։ Գերագուրը ուդես համ առնես հավատա իրեն, բայց երբ Աստծո խոսքին թեմ համը գսե, Աստծո խոսքին հագարը մի հավատար իրեն։ Իրեն ասե դու գրտվելու պետք ունիս։ Դու Աստծո խոսքը լսելու պետք ունիս։ Եվ անգետ կտուն քեզի իսե քիչ մը ձույլ է երկևորք, պետք ուներ ավելի աշխատելու, որովհետեւ իսկ հայրանքները դու հոգևորեն դիրավետվեին, եւ ոչ թե ինքնակլուխը լար մարմնավորովը եւ քեզի ասեր թե ինչ ես տուն։ Եթե Աստված ասած է դու ինչ ես տուն այդ ես։ Հետևաբար այդ է պատճառը, որ հավատացյալները համոզված են, որ նա նված են Քրիստոսով։ Անգե իդ կուկա ինչ որ հավատացյալները պետք է անեն։ Ասիկա մեծ հարց է, որ հավատքի աշխարհի մեջ գա եւ այսօր պետք է լավ զգուշ նկատի առնենք սիրելիներ։ Հավատացյալները իրենց ջնշումին դակ սրբության կյանքը սրբակորձվելու ճամփորդության մեջը կգարձեն, որ դերոճմեն օրտնություն չկա, մինչև որ իրենք սրբակորձվին, բայց իրականությունը այդպես չէ։ Իրականությունը իրականություն կմնա, անփոփոխ կմնա եւ մենք պետք է ադորամացային շարժենք։ Սկիզբեն իվեր բոլոր անոնք, որոնք փրկվեցան առանց բացառության, ինչ մագարտագի են, ուր նստած են, ինչպես վիճակ ունին երկինքի մեջ կամ երկրի վրա։ Բոլորն ալ փրկվեցան Աստծո շնորհքով, ծրի բարգեւով, Հիսուս Քրիստոսի արյունով։ Աստված չհարցուց, Աստված չսավ ինչքան մեղք ունին, Աստված ոչ ալսավ ինչքան մեղք պիտի կործեն, ինչ պիտի ինեն, ինչքան պիտի այս եւ այն անեն, Աստված իրենց օրհնեց, որովհետեւ Հիսուս Քրիստոսով անոնք արժանի դարձան։ 1. Երկու, եւ որ մարդիկը Հիսուսը ընդունեցին, փրկվեցան, հազիվ փրկվեցան, Սուրբ Երրորդության երրորդ անձը Սուրբ Հոգին հոժարեցավ այդ մարդիկը լեցնել։ Եվ որ դու փրկվեցար, Սուրբ Հոգիով լեցվեցար, Սուրբ Հոգին քեզի վերստին կյանք տվավ, այլևս Աստծուց մե անչած չես, մերած չես, բաժնված չես, իրեն միացած ես։ Սուրբ Հոգին ինչու պիտի դար։ Գիտնալով հանդերձ որ ես նորեն պիտի սխալիմ, գիտնալով հանդերձ որ նորեն պիտի ինամ, գիտնալով հանդերձ որ նորեն ներողություն պիտի դսեմ, գիտնալով հանդերձ որ այս եւ այն պիտի անեմ։ Ինչու համար պիտի դար ինձի, որովհետեւ ինձի դալը կապված է Հիսուսի միանալես։ Ինք այդպես կնկատե։ Եվ երբ Սուրբ Հոգին մեր կյանքերում մեջն է, կսե հոն ուր է Սուրբ Հոգին, հոն ազատություն է։ Չի գրնար ուրիշ բան լալ։ Երբ որ քո հոգիդ մեջ գտնված ազատության նայիս, դու ազատ կսկաս։ Եվ որ քո պայմաններուդ նայիս, միտքիդ հոսանքներուն նայիս, դու գապված, գաշկանտված, ջնշված կսկաս։ Եվ այս փորձառությունը, զանազանությունը քեզի կուքա աղոթքի կյանքով Աստծո խոսքին վստահելով եւ հավատալով, բայց դու կանչված ես, որբեսի հոգիդ մեջի ազատությունը ապրիս։ Հոգիդ մեջի ազատությունը ուժ է, գիտություն է, իմաստություն է, հայտնություն է հաղթելու համար բոլոր այն ջնշիչ պայմաններուն, կյանքիդ մեջ գտնվող դժվարություններուն, բայց ոչ սկիզբը։ Սկիզբը Հիսուսի միանալով գուքան խոստումները, անգե յետ կնե, որ մենք հանցնգարնենք սրբակորձվիլ։ Որպես ինչու համար այսպես է, որպեսզի ես առանցին իմ կորձերովս չփորձեմ ցերկ բերել այն ինչ որ Հիսուս արյունովը տվավ եւ Սուրբ Հոգին ներկործությամբ եղավ։ Սուրբ Հոգին ինք գոքնե մեզի, պիտի օգնե ցեզի, որպեսզի դուք այս եւ այն անեք, չէ՞։ Հետեւաբար Սուրբ Հոգին հետ միասին է որ այս մեկը լա։ Ուրեմն մենք չանքով չէ որ պիտի առնենք, հետեւաբար եթե զգացումներդ քեզի ոչ կսեն, մտիկ չես նրանց, կշարունակես մինչև որ քու մեջը այոյին ցայնը բարձրանա։ Բոլոր խոստումները Աստծո Քրիստոսով այո եւ ամեն են, ոչ չեն։ Ուրեմն Քրիստոս իր արյունով մեզ քնելը ավելի անկին է, քան մեր մեղքերը կամ մեր ներկա թերությունները։ Իմ առաջին գետրոնացումս ինչ պիտի լա,
իր ներկայության պիտի լա։ Իր ներկայության հետ միասին շաղվելով, ես ավելի թյուրին պիտի հաղթեմ իմ մեղքերուսալ, իմ թերություններուսալ։ Շատ անգեղծ սիրելի եղբայրներ, քույրեր իրենց կյանքի մեջ մեղքեր գունենան, որոնց մեջ շարունակ գինան եւ կփորձեն ելնել, բարձորեն չեն գնար ազատիլ, որովհետեւ չանք կնեն։ Շատ անգամ գսեմ, բայց ես գնեմ չլար, որովհետեւ չանք կնե, չանք կնշանակի իր բնության թեմ կբادرազմի, որուն թեմ հաղթություն չունի, իր բնությունն է այդպես է ինքը։ Միայն երբ Սուրբ Օքին ներկործությունը լա, այն ադեն է որ կհաղթի։ Հետևաբար ես չեմ փորձեր մարդկային չանքերով, իմ չանքս գնեմ Սուրբ Օքին հետ շաղված արչև երթալու եւ ոչ առանց իրեն արժանանալու համար իմ կորձերովս փամը ցերկ բերելու։ Հետևաբար այս դարբերությունը շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք, որովհետեւ բեք չէ արդոնենք, որ մեր ներսիտին սխալ համոզումը կա, սխալ համոզումով չենք կրնար, պետք եղած սեով արչև երթալ։ Շարունակենք կարդալը եւ հոստեղ գսե մեզի օրհնյալ է Աստված մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայրը, որ Քրիստոսով մեզ օրհնեց երկինքի մեջ ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, ուրեմն ան որ օրհնյալ է, արժանի է կովապանվելու, մեզի դվավ շնորհքը օգտվելու եւ բարգավաճելու։ Ինչ են այս օրհնվելու եւ բարգավաճելու օրհնությունները, ամեն օրհնություն, որ երկինքի մեջ գոյություն ունի, մեզի դվավ։ Ամեն հոգևոր կարողություն մեզի դվավ, որովհետեւ մենք օրհնվենք։ Հետևաբար մենք հոգևոր կյանքը ապրելու համար երկրի վրա ամեն պետք, ամեն միջոց ունենք։ Դվավ մեզի, ոչ թե պիտի դա մեզի։ Հավատացյալներուն գուցե ունիս տուն արդեն։ Հիմա որ գնայիս տուն, ադե կարևորը։ Ինչպես գնայիս տուն, ադե կարևորը։ Տուն ունիս արդեն։ Հավատացյալը գուկա արտնցնելու Թիմացինը, որբեսի սկսի նայել ճիշտ ցևով։ Երեմիայի մեջ այս բաժինը շատ կսիրեմ, որ արիթովը Երեմիա դեսիլ կդեսնե եւ դեսիլքի մեջ կսե քնացածի պես արտնցուց ինձի, դեսիլ կդեսներ։ Այսինքն քերբնական բարգեւը գաշխադեր, հոգիներ զանազանելու բարգեւ եւ ինքը դեսիլ կդեսներ։ Դեսիլ դեսածադենը կսե հրեշտակը եկավ ինձի արտնցուց, քնացածի պես։ Շատ անգամ մենք գշարնագենք եւ գաբրինք մեր հավատքը, բայց քնացած ենք իրական պետքին թիմած, բարժություն գաբրինք, սովորություն գաբրինք, ծևը համոզումը, որոնք մեզի գուկան դար համոզելու, սխալ գերբով կհամոզեն, որբեսի մենք զրկված մնանք մեզի դրված խոստումներեն։ Ամեն տեսակ հոգևոր կարողություն, որ պետք ունենք հոգևոր կյանքը լիովլի ապրելու դրված է մեզի։ Կողոսացիս 2:9 կսե Քրիստոսի մեջ կբնակի աստվածային ամբողջ լիությունը եւ մենք, որ իրեն միացանք, անով լեցվեցանք։ Անոր միանալով մենք լեցվեցանք։ Հետևաբար ես չեմ գրնար, ես ինձի հագարակ նայել, դեսնել, որ ես լեցված չեմ, ես պետք ունիմ փնտրելու լեցունությունս, արիտ դամ դեսնելու համար իմ լեցունությունս, հիշեմ, երբ Սուրբ Օքիով գլեցվիմ, ներշնչում ունենամ, ինչպես ուրիշ դեղ մը գաշխադի, կան սովորական շաբթվա ընթացքին, որ գլուխս գաշխադի, նայեմ, որ այդ դեղը աշխատած բահեմ, Չորրորդ համար, անիգա աշխարի կոյութենեն իսկ առաջ մեզ ընդրած էր։ Ընդրած էր, որ Քրիստոսը ընդունելով ապրինք, ուրեմն ես ընդրված եմ, թուն ընդրված ես, մեկը որ ընդրվի, իր ընդրության համաձայն ամեն պետք եղած զենք կդրվի։ Որովհետեւ իր ընդրության համաձայն ապրի, իր ընդրության կորձն է։ Ինչու ընդրած էր Քրիստոսի միջոցով իրան պատկանելու։ Ես պատկանելիություն ունիմ։ Քու պատկանելիությանդ նա է բամը։ Դու կպատկանիս առաջ Աստծո եւ վերջ մնացած բոլոր բաներուն։
Շատ անգամ մենք աշխատանքված պատկանելիություններ ունենք։ Աշխատանքված պատկանելիություններ։ Շատ անգամ մենք կհնարենք։ Իմ պատկանելիությունս Աստված է։ Քրիստոսով փրկվեցա, իմ պատկանելիությունս Աստված է։ Ես ընդրված եմ իրեն պատկանելու։ Պետք է մտածեմ իրեն պատկանելու չափով, չափանիշով։ Պետք չէ ես բավարարվիմ պատկանելիության որևէ մեկ ներգործության է։ Շատ անգամ կդվավորվիս մեկ եմը, որ իրավես գրնա շատ լավ լալ։ Դու քեզի պատկանելիություն գսեբես ադիգա։ Շատ անգամ ազգային պատկանելիություն, շատ անգամ ագմպային պատկանելիություն, շատ անգամ երգիրիմը հիմա շատ կտեսնեմ, նույնիսկ աշխարհի 4 կողմը սպաղեն Ամերիկայով, մեկը Ամերիկայի աշխումբին, մյուսը Ամերիկայի մյուս խումբին է, ինքզինքին պատկանելիություն դված, ես աշխողը կպատկանիմ։ Պատկանելիություն ունի մարդը, կտեսնես երբ նույնը բացվի ինքը սելիք ունի այդ տեղը։ Մյուս կողմեն գնայիս երբ հավատքի հետ կապված բամը բեք կես, ինքը լուր է, ցայն չունի այդ տեղի մեջը։ Մարդը պատկանելիություն շիներ է, զրգված գաբրի իր կյանքը։ Զրգված գաբրի իր կյանքը։ Երանի այդ տեղերեն բոլոր լուր մնաս, հարցումներ արցնեն, անունը չգիտնաս նախակային, բայց Աստծո պատկանիլդ լավ ճանչնաս։ Ես ժամանակ մը գար, այսպես ամճնալու սկսած էի, որովհետև այդ աղոտքի դարիներեն ելել են ետքը երբ ըսեին նախակային անունը չէի գիտեր, վարչապետին անունը չէի գիտեր, սիբեկի անպայման ասոնց անունները գիտնամ, որ մեկը հարցնեն ամոթով պիտի մնամ, վերջը դայեցա, որ շատ ալ ինձի կարևոր չէ անի, գիտսեր եմ, ինչ կփոխե, իրեն բաղմությունները գիտսեր եմ, TV-են լսեր եմ, ասոր գայանը, ասոր հետ կխոսի, անոր գայանը, անոր հետ կխոսի, միշտ այդպես է բաղմությունը, նույն բանն է միայն նախադասությունները փոխված են, բաղմությունները փոխված են։ Well, հիմա հոգս չէ։ Կարևորը ես բահեմ, որու կպատկանիմ, որովհետև պատկանելիությունս կհաստատվի, կզորանա ըստ իմ նայվածքիս, որու հետ ինչպես ավելի կապրիմ։ Հետևաբար ես կպատկանիմ Աստծո Քրիստոսով փրկված եմ, ընդրված եմ իրեն պատկանելու։ Եվ որ նայիս մեկումը կպատկանի, որ քիչ մը զորավոր է, կսկաս իր թիկունքները մեծ են։ Կսկաս զորավոր է, մեկը գա գրնագը։ Երևակայի եթե գրնագը Աստվածը լա, Սամսոն ինչ կսկար օրինակի համար։ Բստիկ Սամսոն այդ մեծ թուրին Տրանտիկներեն բռնելով հանեց և հազարավոր զինվոր քշեց քահավե ժրավ։ Ինչ կսկար։ Դավիթ ինչ կսկար Գողիաթին դիմաց կեցած ադենը։ Դավիթ ինչ կսկար, որ ասավ, որ ես բարի սպենալ կանցնիմ դերոճմով։ Այսինքն ասում ինչ սկացին, որ քավազանը վերցուց, որպեսի ջեղքե, Աստված իրենը սեր էր, հիմա քեզ իսեն է գնես։ Գերտաս միջերգրական ծովին եզերքը քավազանդ երգնցնես։ Մոսեսը պիտի չներ, եթե որ Աստծո հետ այդ հանգրվանները չանցներ, որ մեր համակումարին անցանք։ Իրեն հանդիպեցավ, իրեն հնազանդություն առաջարկեց, իրեն հայտնություն եղավ եւ վերջը ծառայության կանչեց։ Որովհետեւ Մոսես սկսե Աստծո ճամփաները սորվիլ ուզեց։ Շատ անգամ մարդիկ հնազանդության հանգրվանի մեջ կգարձեն, որ վերջ ասե Աստծո խոսիլը։ Աստված չէր բավարարված միան Մոսեսին հետ խոսելու։ Աստված կխոսեր Մոսեսին հետ, հնազանդություն կառաջարկեր իրեն, երբ Մոսես հնազանդեցավ, Աստված ավելի մեկ քայլ արավ իրեն անթեպ։ Եվ հոն է որ Մոսեսը զգաց իրավես իր հայրերուն Աստվածը զինք ստեղծող Աստվածը հետ կխոսի։ Դու որ մեկ ուզես։ Ես չեմ ուզեր Աստված հետս խոսի։ Ես կուզեմ իրեն լսել։ Չեմ ուզեր միան հնազանդության մագարտակի իրեն լսել։ Ես կուզեմ իր ներկայությունը իմ ներսիտիս զգալ, երգյուղը ապրիլ։ Առանց երգյուղը ապրելու իրեն լսելը շատ օգուտ չունի։ Աշխարհի վրա մարդիկ դեսիլքներ կտեսնեն զարմանալի օրեն եւ լեցուն դեսագի լեսիկներ կան եւ դեսիլքը կբաշտեն։ Դեսիլքը կապրին։ Պետք չունի մեզ այդքան։ Ես պետք ունիմ սորվելու Աստծո հետ գաբը զորացնելու։ Ես գիշեմ անցյալին, երբ Սուրբ Օքին մեզի այցելություն կուտար, լեցուն բաներ գլար։
Երբ դակավին գիտություն չունեինք Աստվածաշունչով, երբ ցերկերեն զետ կելեր, Սուրբ Օքին խոսքը շատ հստակ էր, նույնիսկ երբ բամը չէինք գիտեր։ Մեզի գսեր Աստվածաշունչը զեյթը Աստվածաշունչի մեջ խորհրդանիշ է։ Սուրբ Օքին, Սուրբ Օքի աշխատանքն է ցեր վրա։ Մենք չբաշխեցինք ցերկերը, չհամբուրեցինք մարդոց կամ զեյթերը։ Նա շարունակեցինք Սուրբ Օքի ներկայությունը խնդրել։ Հետևաբար շատ կարևոր է սիրելիներ մեր պատկանելիությունը շիդակ հասկանալ, մերժել ամեն ինչ, որ այս կամ այն հոսանքներեն է, եւ ուղղակի ապրենք մեր հավատքը, որուն համար մենք կանչված ենք։ Ապրենք ճիշտ այն հավատքը, որուն համար կանչված ենք։ Ես պատկանելիություն ունեմ, կովինից է, ես Աստծո կպատկանիմ։ Ես Աստծո կպատկանիմ։ Հալելույա։ Ես Աստծո ժառանգորդ եմ, Քրիստոսի ժառանգագից եմ։ Թերևս չսկաս օրվան ընթացքին, որ դու ժառանգորդ ես, ցեր կտնես կրբանս բարավ է։ Կսես ես եթե ժառանգորդ էին է ուր է կրբանս բարավ է։ Չլա կարծես ասես կրբան պիտի լեցվի, որովհետև ժառանգորդ ես։ Չլա սառնարանը պիտի լեցվի, եթե որ դու ժառանգորդ ես։ Ժառանգորդ լալը, ժառանգագիցը լալը ինքնություն է։ Այդ ինքնությունն է, որ պիտի ապրիս եւ երկրին երեսը պիտի փոխես։ Աստված ինքը պիտի չի կա սառնարդ լեցնելու։ Աստված քեզ օրդներ է, օրդնությունը պիտի կործածես, որպեսի սառնարանը լեցնես, հայրադալ սառնարան լեցնես։ Բայց ցուն աղքատ մտայնութենեն դուրս սատկե։ Ել այդ մտայնութենեն, որուն կապված գաբրիս։ Բորա բարձրացայն քո ինքնությանդ մասին, երբ գաղութես, նայ որ փարերը դուր են։ Ինչ փար որտե կրածես աղոթքի ադեն, ինչ փար որտե կրածես արդայդություն որտե կրածես հավատքի կյանքը ապրելու ադեն։ Հետևաբար կարևոր է որ ես ճանչնամ պատկանելիությունս։ Հո եթե բամը մտածես պատկանելիությանդ մասին, ինչքան բաներ պիտի ելնե որ դու պատկանելիություն սեփածես։ Դու քեզի այդ դեղին մեջը զորավոր կդածես։ Դու քեզի այդ դեղին մեջ հաճողը զգացած ես։ Դες դու դակամին բանեմը դեղյակ չես։ Դու դեղյակ չես որ Աստված իր ամբողջ մեծությամբ քեզի կսպասե։ Դու դարված ես պայմաններդ գրկնելով։ Ինչ որ կգրկնես, անիկա պիտի տեսնես։ Աստվածաշունչը գսել մահը քու լեզուիդ մեջն է, կյանքնալ քու լեզուիդ մեջ է, որ մեկը խոսիս։ Դեսեք եթե դու ասես մարդոց արչև քաղաքավար գրոնականի երևույթը որտե կրես եւ ասես փառք Աստծո մեջդ, բայց դու ընջված ես մեջինդ հաշվի, ոչ դուրսի ասածդ։ Կանոք եդես է։ Մեջինդ կհաշվի։ Այսին Աստվածալ պիտի չխապվեր ինչպես այդ խեղճ մարդը խապվեցավ։ Պատկանելիությունը ջանցիր դու որու կպատկանիս։ Քրիստոսի փրկագործությամբ դու Աստծո կպատկանիս։ Եվ այդ ինքնությունը անհվելի է սատանային կողմը։ Չի գրնար։ Սատանան միայն գրնա ջնշել։ Այնքան ջնշել, որ այլևս չաբրիս այդ ինքնությունը։ Ինչ որ կտեսնենք շատ անգամ հավատացյալներու առօրյայի մեջ։ Բայց մի ардոներ, որ քու պատկանելիությունը կործածվի։ Շարունակենք։ Ինչու մեզ պատկանելիություն տված է, ինչպես ապրելու համար։ Պատկանելիություն ունենք, որպես սուրբ եւ անարատ ժողովուրդ ապրենք։ Եվ իր սիրով մեզ նախասահմանեց Հիսուս Քրիստոսի ցերկով իր որդիները ըլլալու, որովհետեւ այդ էր իր գամքը եւ ծրագիրը։ Երբ վնե ծնած օրես, ոչ սկիզբեն աշխարհի ստեղծագործութենեն առաջ։ Սուրբ կնշանակե մաքուր։ Սուրբ կնշանակե մաքուր, անարատ, նվիրված, Աստծո հատկատված, մաքուր, անարատ, այն զոհերը, որ 5 դագարանի մեջ Աստծո կնվիրեին, մաքուր, որոնց վրա որևէ արատ չի գար, անոնց ակնարկություն է։ Հիսուս Քրիստոսով թուն
Աստծո արչև անարad զոհես։ Անկախ կուտգարություններուդ, որոնք սկիզբեն տեսնված են, գիտծված են, հասկացված են, ջանցված են, երբ դու հավատքի զգացումներով, փրկությանդ ղեկով կմոտենաս, դու ավելի եւ ավելի պիտի սրբակորձվիս։ Աստված քու մեջդ գտնված թերության համար քեզի ոչ պիտի չսե, երբ քեզի արդեն այո սեր է։ Քու թերությունդ, որ ագամա քու կյանքիդ մեջն է, անոնք պիտի չկործածվին քեզի թեմ։ Քեզի թեմ արկել կեն միան այդ բաները, որոնք դու հոժարությամբ հրճագելով կյանքիդ մեջ կբահես։ Ամենաշատ գոկտվի սատանան անոնցմ է։ Ուստի կովենք զինք այն պարքին համար, որ մեզ շնորեց։ Ուրեմն ինչ կնենք։ Երբ այս համարները կգարթամ, նորեն գուզեմ գարթալ, նորեն գուզեմ գարթալ, նորեն գուզեմ։ Ուրեմն ինչ սավ, ուստի խնդրենք, շատ աղոթենք, որ դա։ Կնկատես, քեզի հերու կդանի գրոնամոլ մոտեցում են։ Աղոթելը ճիշտ է սխալ, չէ։ Ինչքան գրնաս աղոթե, բայց ճիշտ ուղղությամբ։ Մենք լեցուն բաներով համար աղոթելու պետք ունենք, ժամերով լալու պետք ունենք, ադոնց հետ բնավ խնդիր չունիմ։ Ամեն օր ժամանակ անցնենք մեր շունչին եւ մարմինի մեջ գտնված սրբակորձումի պետքին համար։ Բայց երբ գուկամ ես ինքնության մասին խոսելու, ինձի ընդրեց ես կպատկանիմ անոր, որ ինձի երավ սուրբ անարատ, ինչպես որ սկիզբեն իր սրտի մեջ կար Քրիստոսով։ Հիմա ես իրեն պիտի քովեմ այդ բաները ինձի դված լալուն համար, ես այդ բաները պիտի չխնդրեմ այլևս։ Ես պիտի հասկանամ ներքնաբես, որ ես եմ, ինչ որ եմ Քրիստոսով։ Ես պիտի չուզեմ նորեն այդ բաները իրմե ուզելս իմ հուսախապ վիճակից կապված է, իմ դգարս գալուս կապված է, բայց իմ ինքնությունս գբորապարծացային, գսե Սուրբ Հոգին ալ գվգայե, որ մենք որդի ենք։ Սուրբ Հոգին Պողոսի միջոցով քանիցս գսե դուք հոգին չարիք, որպեսի վախով ապրիք, հապա զորության հոգին արիք։ Ինչպես գրնամ ես ապրիլ հավատքի կյանքը բոլորացոնց հագարակը ապրելով, բոլորացոնց հագարակը ընդունելով։ No, ես պիտի ապրիմ ինչ որ դեր ինձի գսե։ Ինչ բանի համար որ ինք ինձի կանչած է։ Ես պիտի մերժեմ ամեն ինչ որ սատանան գտնե իմ թեմս։ Բողոս մոտեցավ դիրոջ, երեք անգամ գսե աղոթեց, որպեսի այդ փուշը, ինչ կուզես սեբե այդ փուշը, ինձի շատ չի հետաքրքրել, փուշ է վերջապես, որոն համար Բողոս արգելք ուներ։ Աս համար երբ կգարտան մարդիկ լուրջ խնդիր ունին իրենք, հիմա պետք է գիտնանք աստվածապանական ասփացադրությունը, որ ինչ էր փուշը, հիվանդություն էր մը, բիղձ ոգի էր մը, հոգս չէ, ինչ կուզեր թողլա։ Բաղ երկին կերտամ կգիտնամ։ Ողոս մերա վերջացավ, քնած։ Ես պետք ունիմ Աստծո իրեն ասած ինչ է։ Դեր իրեն ասավ իմ շնորհքս քեզի հերիք է։ Դեր իրեն ինչ կսեր։ Իմ շնորհքովս կալ է։ Այս գեդին շուրջ, թեև ինքը շնորհք է դուրս ապրող մարդ չէր, բայց այս գեդին շուրջ հոն պիտի սորվիս եւ Պողոս Արաքյալ հաջորդող ամառներու մեջ գահիտնե որ ինք սորվեցավ հոն։ Արդարև 7-րդ համար, անով բրգվեցանք և անոր արինով մեր մեղքերուն թողություն կդանք, որքան մեծ է իր շնորհքը։ Տեսեք շնորհքին մեծության մասին գխոսի, որ արադորեն տվավ մեզի ամենայն իմաստությամբ և գիտությամբ։ Շնորհքը մեզի ինչ կուտա, ամենայն արադությամբ իմաստություն և գիտություն մեզի տվավ։ Որովհետև իր գամքին համաձայն մեզի հայտնեց շատ գանուխեն պատրաստած իր ծրագիրը, որ Քրիստոսով պիտի իրագործվի։ Ինչ է այդ ծրագիրը, որ երբ ժամանակները իրենց լրումին հասնին, Քրիստոս իր մոտ պիտի փոխանցի ամեն ինչ որ գա երկինքի մեջ եւ երկրի վրա։ 11 Քրիստոսի միջոցով է, որ ժառանգորդ դարձանք փրկության։ Աստված, որ ամեն ինչ կհաջողցնե ըստ իր առաջադրած ծրագրին,
ու գամքին անով առաջուց հրավիրեց մեզ իր փառքը կովերքելու, մենք որ Քրիստոսի հուսացողներուն առաջինները եղանք։ Դուք երբ լսեցիք ավետարանը գսե, ընդունեցիք դուք ալադոր մաս կգազմեք։ 15-րդ համարը ուքա ծրակիրին եւ խոստումներուն մասին դեղեցություններ տալու։ Ահա թե ինչու Տեր Հիսուսի վրա ծեր ավատքին եւ Աստծո բոլոր ընտյալներուն հանդեպ ծեր սիրույն մասին լսելես իվեր չեմ թատրիր Աստծո շնորհակալություն հայտնել ցեզի համար եւ միշտ աղոթներուս մեջ գհիշեմ ցեզ ինչու եթե ամեն ինչ ունին ինչու գաղոթես իրենց համար եկեք նայենք ինչու գաղոթ է եղել Պողոս Սարաքյալ որբեսի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Աստվածը հայրը որուն կպատկանի փառքը ցեզի դա իմաստություն եւ հայտնություն բարգեւող հոգին Ուրեմն հավատացյալներուն գաղոթե, որոնց մասին լավ դեսագետ ունի, լավ համարում ունի, գաղոթե, որ իմաստության եւ հայտնության հոգին լա իրենց մեջ։ Չաբրին իրենց հավատքը ինչ որ օրը իրենց կհրամցնե։ Աբրին իրենց հավատքը երկնային հայտնությունը այսօրվա համար իրենց ներսիտին ունենալով։ Քանի օքեդս է։ Երկնային հավատքը այսօր իր ներսիտին ունենալով։ Դեսագետը Որբեսի մեր Տիրոջ Հիսուս բատգանի փառքը ցեզի դա իմաստության եւ հայտնություն բարգեւող հոգին որբեսի գարենակ զինք ճանչնալ Ուրեմն այս հավատացյալները զինք չեն ճանչնար ոչ իր մասին գիտեն Կանոք եդս է Քեշմիսկար իմա Քեշմիսկար Ասավադացյալները ուրեմն ըստ Պողոսին Աստծո մասին գիտեին բայց ուղղակի Աստծո ջանցած չէին Նույն նամակը նաև Սուրբ Օքին քեզի կուղի այսօր Ատու մի դեսես հայ ես դերը գիտեմ անտիբաձ եմ իրեն դեսիլքով մի անգամ դեսիլքը 0% արժեք ունի Ադոնու մասին չի խոսիր Աստծո չես ջանչնար ինչպես մեգումը դեսնես թիմակիցով Աստծո հետ ամեն օր գահանտիբիս ամեն օր նոր թարմ է Նույնիսկ եթե իր թիմակիցը չի դեսնես լման լույսը լա գիտնաս որ իրեն հանդիպեցար Իրեն հանդիպիլը դարբեր համ եւ հոդ ունի Բայց իրեն հանդիպիլներդ որ դարբեր համ եւ հոդ ունին թուն գզկաս գիտես իրեն հանդիպեցար իրեն ճանցար մդերմություն մշինվեցավ քու ներսիտիդ եւ ադիգա ինքնություն եղավ եւ ադիգա զորություն եղավ քեզի թուն իրեն ճանցար Երբ աղոթելու գուքած ջանցածիդ կաղոթես ոչ անդեսվածիդ քեզի անդեսողին Եվ որ գուքած աղոթելու եւ որ գուքած արդահայտվելու իր մղումն է որ քեզի կմղե Ոչ թե գիտությունդ Մարդիկ շփոթած են իր մասին գիտնալ եւ իրեն ճանչնալը Շատեր գիտեն թևերնալ գիտեն իր մասին Անհավատներն ու հետանոսներն ալ գիտեն իր մասին Օդարազգիներ գիտեն իր մասին, դերևս Աստվածաշունչ ինձ մեկ ես մեալ լավ կոց գիտեն, բայց իրեն չեն ճանչնար։ Իրեն չեն ճանչնար։ Կսե գաղոթեմ, որ իմաստության եւ հայտնության հոգին ունենաք, որբեսի զինք ճանչնաք։ Այո, նայեցեք շեշտ կտնե։ Կարծես ասել գուզե ինչպես եսի քեշ կսկաս հիմա։ Այո, գսե, քեշմիսկար։ Գաղոթեմ, որ Աստված մեր մտքի աչքերը լուսավորե, որովհետեւ գիտնակ, թե ինչ է այն հույսը, որուն հրավիրեց ցեզ։ Ուրեմն հավատացյալները գիտեն, որ հրավիրված են երկինք պիտերտան, բայց չգիտեր այդ հույսը, որուն հրավիրած է։ Մանրամասնությունները չգիտեր։ Համեստորեն կքալե, բաբաս մամաս հոնդեղ գերտային, ես ալոն գերտամ։ Իրենք քրիստոնյային, եսա քրիստոնյա եմ։ Որբեսի ծեր մտքի աչքերը լուսավորվի։ Որբեսի գիտնաք, թե ինչ է անհույսը, որուն հրավիրեց ձեզ, մեկ, ինչ ջող ու փարավոր է խոստումը, որ իր ընտրյալները պիտի ժառանգեն։ Ուրեմն ես եւ դու Աստծո հետ մդերմության մեջ հավիտենական հույսը ինչ է, մանրամասնությունները պիտի գարենան գիտնալ։ Ջոխությունը, փարավորությունը մեր հրավիրված կյանքին հետ պիտի գիտնանք մարդիկ կտեսնես դեսիր կտես օգսե քեդիներ ամեն ոսկի էին հալելույա եւ որ պետք ունենաս փամավիտ կնես նոր օթոմը գդորմը արծախե կարծես վաճառականություն բիտնենք վերը
Մարդիկ գնայից դպավորված են ոսկիեն, դպավորված են դունեն, դպավորված են ջամփային մակրութենեն եւ ադորամար երկինք կերտան, հալելույա։ Վերջապես այլես կորձի բիտ ճիշտ եմ արդուները գրնամ երկար մի քանի ժամ ավելի բարգիլ, բզդիկ չի գա ավելի հանգիստ եմ, գիշերները ինձի բիտ չարտնցնե, գատ տալ չի գա։ Մարդիկ ասպաներով գսեդ ինչ ջոխ ու փարավոր է հավիտենականությունը, որուն առաջին բդուղը պիտի զգացնե քեզի հիմա կվնե։ Դրգավին չի վերջանար։ 19-րդ համարը կսկսի փոխել իր ասածը եւ ինչ քերազանց ու մեծ է այն ուժը կարողությունն ու զորությունը որ կներկործե հավատացյալներուս մեջ հիմա եւ որ իրեն կդեսնեմ իրեն կճանչնամ կսկսիմ ճանչնալ հույսը որուն հրավիրված եմ ջոխությունն ու փառավորությունը որը ապրելու հրավիրված եմ Գճանչնամ քերազանց մեծ ուժը, կարողությունը, զորությունը, որ այսօր իմ ներսիտիս է։ Սա բամությունը ինձ իքս ամեն ինչ մեջը դե ուրեմն։ Դեր ինչ ցերկերդ վեր խնդրես որ դեղեմը կա։ Ցերկերդ վերանելը սխալ չէ, սխալ չհասկանաս, ուզ այդ ճապանեմ ինչ անադեմ որ սիրտիդ մեջ կսկաս ցերկերդ վերանել գուզես։ Ուզես այսպես ալ բարգե։ Տնավ խնդիր չունիմ ցերկը պարսացնելուն հետ։ Բայց բարձորը միակ ընկալեր որ դեղեմը կա ողորմի քեզի մուրացկան վիճակետ ել։ Գիցիր որ ունիս Քրիստոսով։ Սկսե ապրիլ Եվ որ մեկը հարց ունի, ամիջապես նայե որ քու մեջինդ ինչ կսե։ Հիվանդ է աղոթք մերը անոր համար։ Հնարավորություն չի գա մի սերալ փամը, բայց աղոթ է ակնկալությունը զորացուր ներսեն առնելով դուրս անելու։ Ներսեն անե դուրս։ Ունիս չէ, ամեն հոգևոր պետք է որ երկրի վրա պետք է ապրիս, անե դուրս։ Ինչու ուսադությունը դաբրիս։ Հիմա պիտի բժշկվի ինքը։ Գուզե թող բժշկվի, գուզե թող չի բժշկվի, քեզի ինչ, դու չես բժշկող արդեն։ Դու բժշկությանը բժշկին հավատացողն ես։ Եթե հավատաս այդ զորության, բնականաբար պիտի արդայդվիս։ Որ ադեններ ջրշումները զորանան, ինչքան դժվար գլա ասպաները արդահայտվել եւ ապրիլ։ Ցերկդ կքաշվի աղոթել են։ Չաղոթեմ հիմա։ Ցերկդ կքաշվի, քանի գսկաս որ չի գա, օծություն չի գա, չունիս։ Ով է քաշողը։ Դերը։ Եթե գարձեր ես հանգարց դերն է խենտեստուն։ Քեզ չսիրողն է, որ աստեր եք ու վիրատ, այնքան գենթանացուցեր է իր միտքը եւ խաղապարները քու կյանքիդ մեջ որթուն չնես ինչ որ պետք է անես։ Գաշկանտեր է քու հոգեվորությունդ, ինքնությունդ։ Տուն կանչված ես իրեն պատկանելու։ Գսե որբեսի ջանչնակ, թիտնակ, քերազանց, մեծ ուժը, կարողությունը զորությունը, որ այսօր հավատացյալներուս մեջ կներկործե։ Այո, ներկործող զորությունը Աստված ցույց տվավ։ Այդ զորության մասին կխոսի ադոր չափանիշներուն եւ սահմանին մասին։ Աստված ցույց տվավ Քրիստոսի անձին վրա զայն մերելներեն հարուցանելով եւ երկինքի մեջ նստեցնելով իր աջ կողմը։ Ոգեղեն աշխարհի բոլոր իշխանություններն ու պետություններն, զորություններն ու դերություններն քերիվեր եւ թեր ուրիշանուններով ցանոթ բոլոր իշխանություններուն վրա, թե ներկա աշխարհի մեջ եւ թե քալիքին։ Եվ զորությունը որ քու ներսիտիդ է, որ պիտի ջանչնաս, ներսիտիդ է պիտի ջանչնաս, անոր մասին խաղապար պիտի չգազմես։ Արդեն խաղապարը ունիս։ Պիտի ջանչնաս զորությունը, այսինքն անոր ներկործությունը, անոր մղումը քեզի զգալի բիդլա։ Դու նանգե պիտի մղվիս։ Պիտի մղվիս անգե։ Հետևաբար ես կթելադրեմ այն զորությունը, որ քու ներսիտիդ է Քրիստոսով, չարդոնես։
որ որևէ ցևով ներսը բահված մնա։ Չարդոնես քու միտքդ, զգացումներդ, պայմաններդ որոշեն դու ինչ ես, դու ինչ որ ես, խոսքրվածն է հիմա գարտացինք։ Ինչ որ գզգաս, ասոր հագարակ բրնդելուն է։ Ոչ թե բարձի վերած է։ Անիկա քո հարստությունը չէ, անիկա քեզ գործանողն է, այդ խաղապարները։ Եվ շարունակես ելով ասված ամեն բան անոր իշխանության ենթարկեց, տեսեք նույն օրենքը փոխվի Քրիստոսով գխոսի, եւ եկեղեցու գլուխ կարկեց զայն եւ վեր ամեն բան է, որ արդեն մեր ներսիտին է հեսավ։ Հետևաբար եկեղեցին Քրիստոսի մարմինն է, մարմինն է, նշանակի անոր կորձերը ընոն է, ինչ որ ան գորոշե, մենք գնենք։ Եվ ամբողջացումն է Քրիստոսի, որ ամբողջացնի ամեն ինչ, ամեն տեղ։ Ուրեմն մենք Քրիստոսով ամեն ինչ կսկսենք կատարել։ Հետևաբար մենք կմերժենք ամեն օտար խաղապար։ Amen.